Առաջի հարցը վարչապետի թեկնածուի հետ կապված մենք ասել ենք, որ կներկայացնենք քաղաքական կուսակցության, քաղաքական ուժի ստեղծման հայտարարության ժամանակ եւ վստահեցնում ենք մեր հասարակությանը, որ թեկնածուն կլինի ընդունելի եւ շատերը բոլորը կհավանեն նրա թեկնածությունը։ Երկրորդ հարցը մենք հայտարարել ենք ուժերի հետ նախընտրական որևէ միավորման, ձեր թվարկած ուժերի հետ միավորման չգնալու մասին, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցիչի հետ չեն գնա, այսինքն ինչպես հայտարարել ենք միշտ, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, որը ունի մեծ փորձ եւ մաքուր ձեռքեր, կարող է մեզ միանալ եւ շարժվենք առաջ իրար հետ։ Տվյալ ձեր նշած իրավիճակը այս պահին չկա, բայց մենք պատրաստ ենք շատ ուժերի հետ, շատ թիմերի հետ աշխատել, գնալ առաջ եւ տեսնել, եթե կան պրոֆեսիոնալներ, իրենց ներգրավել մեր թիմ։ Իհարկե երկու նախապայմանով, ինչը ես ասեցի։ Նախկին իշխանությունները այս իշխանությունների համար կարծես փոխի տանձիկ են ծանայում եւ ցանկացած նոր ձևավորվող ուժ, որը կապվում է ինչ որ ձևով ապելացնում է նախկինների հետ, դառնում է քննադատության տիրախ։ Հիմա դեպքերս տեսած Քոչարյան դաշնիկի կողմից, Քոչարյանի դաշնիկի կողմից իշխող մարդկանց հետ համապարփակությունը ես տեսնում եմ Սա սարքանի կլիմատիստներ հենց հիմա ձեր թիմի հետ աշխատող մարդիկ, որ հենց հիմա ձեր շարքում են այստեղ ձեր հետևում կամ ձեր փոխը կանգնած, չէ՞ կարծում, որ այս կամուրջը կարող է վնասել կամ հարվածել ձեր շարժմանը, էլի կթիրախավորեն ձեզ ապելով նախկինների հետ։ Իդեպ նմանատիպ գրավոր կա, որ մարդիկ էլի մարդիկ կարող նկատել են, եւ ասում եմ, որ մարդիկ են հատուկ ուղարկել դրել, ձեր մոտ կամ կարող են ուղարկել տարբեր որպեսզի ձեր շարժումը իրենցով անեն եւ դարձնեն էլի իրար։ Ու մի բան է, ես լսում եմ ձեր հարցազրույցը Կարպիսի հետ, ու այդ կոնկրետ հարցներ դուք որ գաք իշխանության, ի վերջո գնահատական տարեք, ոչ միայն այս իշխանության իր արարածների համար Արցախ համատեղելու մյուս աղետաբեր երևույթների, այլ նաև նախորդ իշխանությունների անհատապես բոլոր իշխանությունների իրենց գործածների համար, որտեղ նաև այս իշխանությունը նրանց հետևանքն է, նրանց գործածների հետևանքն է։ Ձեր ասած անձնավորությունը Շիրազի հետ եք մեր Շիրազը պատերազմի մասնակից, երիտասարդ, ակտիվ մեր անդամներից է եւ իր ակտիվությամբ, իր նվիրվածությամբ մեր գաղափարներին ընդհանուր, ես կարծում եմ, որ շատերը ուրախ կլինեն տեսնել այսպիսի երիտասարդներին իրենց կազմում։ Պարոն Կարայանի մասին երևի կասեք, պարոն Կարայանը դե բաց գալու կամ լավ գալու չեմ կարծում, բոլորը ունեն իրենց անցած ճանապարհը եւ բոլորը ինձ թվում է այսօր այն հանգրվանը, որ իրենք տեսնում են, նրանք տեսնում են լավագույն լուծումը Հայաստանի համար։ Կարծում եմ, որ դա շատերը կտեսնեն եւ մենք ուրախ կլինենք շատերի հետ աշխատել։ Լավ, այդ հարցին էլ ասեմ, նախորդ իշխանությունների գնահատականը եւ ներկա եւ նախորդ այդ նույն հարցազրույցի ժամանակ ես թվարկել էի դրական կողմերը, կան նաև բացասական կողմեր, որոնց հետևանքը եղել է ինչ-որ իրադարձությունները։ Դրա հետևանքների դեմ մենք պետք է կենտրոնանանք, նաև պայքարենք բոլոր այդ բացասական հետևանքների դեմ, ինչ մենք ունեցել ենք։ Ամենամեծ բացասական հետևանքը, ամենամեծ բացասական մեր այս խնդրի պատճառը ես իհարկե տեսնում եմ մեր ընդհանուր ժողովրդի արխային ընկնելու մեջ, որ մենք առաջի Ղարաբաղյան պատերազմի արդյունքում հաղթանակը դժվարությամբ տանելուց հետո բավական հանգստացանք եւ մեր ժողովրդի բոլոր զավակները, նրանք ովքեր իշխանության մեջ էին այդ ժամանակ, նրանք ովքեր իշխանության մեջ չէին եւ այն ակտիվ աշխատանքը չտարվեց, ինչ տարավ մեր հակառակորդը։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կենտրոնանալու ենք խնդիրների լուծման վրա, դրանով իսկ արդեն կպարզվի, թե որտեղ է ճիշտ արվել, իսկ որտեղ սխալ։ Շնորհակալ եմ, բայ ջան։